Պապա լուրջ։ Քեզ թվում է, որ եթե ես շուզելով ամուսնանամ Արմոյի հետ երջանիկ եմ լինելու։ Արե, ես քեզնից երկար եմ ապրել ու շատ ավելի շատ բան եմ հասկանում ես կյանքից ու իմ կյանքի փորձը ինձ ասում է, որ ես ինչ անում եմ ճիշտ եմ անում ես քո երջանկության համար եմ անում, Նարե Հա, այսինքն ստիպելու ես չեմ ուզում ստիպելու ես, որ ամուսնանամ Դու մեկա չես ուզում հասկանաս, որ իմ արարքները քո երջանկության համար է։ Պապ, խնդրում եմ քեզ, խոսք եմ տալիս, ինչ ասես կանեմ, խոստանում եմ։ Մենակ թե ինձ մի ամուսնացրու այն մարդու հետ, ում չեմ սիրում, ու ոչ միայն չեմ սիրում, այլ ատում եմ։ Ես Արմոյի հետ երբեք երջանիկ չեմ լինելու։ Պապ, ես չեմ հասկանում, դու ինչի ես սենց անտարբեր դարձել իմ հանդեպ։ Ախր դու քո Նարեի համար պատրաստ ես եղել ամբողջ աշխարհը շուռ տալ։ Հիմա ինչի ես սենց վարվում։ Պապա, քո սիրտը ընդհանրապես չի ցավում իմ համար։ Մի հատ ինձ նայի։ Տես առաջվա ուրախներից ինչ է մնացել։ Ախր այն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր։ Մեկ ընդամենը մի վատ բան ասեր, դու միանգամից կսպանեիր իրան։ Իսկ հիմա Արմը ոնց ուզում հետս վարվում է, շանտաժ անում, ոնց ուզում խոսում է։ Դու ոնց ես այսքան հանգիստ վերաբերվում։ Իսկ ինչի է տենց խոսում Արմոն քեզ հետ։ Ինչի է տենց վարվում Նարե։ Ուրեմն ինչ որ բան ես արել, չէ։ Պապ, ինչ ես խոսում։ Եթե Արմոն հետդ կոպիտ է Նարե, դրանում մենակ դու ես մեղավոր, դու առիթ չստեղծեիր տենց խոսելու քեզ հետ աղջիկ ջան։ Ուրեմն ինչ որ բան արել ես, չէ։ Ընդհանրապես այս խոսակցությունը ինձ դուր չի գալիս։ Դու իմ որոշումը լավ գիտես, որը փոփոխման ենթակա չի։ Հասկացա։ Ուղղակի ինձ մի պատահված պապայիս հետ եմ խոսում։ Այն պապայիս, ում հետ մի ժամանակ աշխարհի ամենաապահով մարդն եմ զգացել։ Ինչքան շուտ համակերպվես Արմոյի հետ ամուսնանալու մտքին, այնքան քեզ համար ավելի լավ։ Չէ, պապա, չէ։ Դե լավ, Էլիսոն ջան։ Ինչի համար ես լացում։ Հիմա ինչ ա եղել։ Կպատմես ինձ մոտ։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ընդհանրապես քեզ հետաքրքիր չեմ, պապ։ Դու նեղվում ես, որ ես վատ եմ լինում, բայց իմ լավ լինելու համար դու ոչ մի բան չես անում։ Ինչի պետք է ես ամեն անգամ վախով տուն մտնեմ։ Ինչի պետք է սիրտս կանգնի այն մտքից, որ դու տանը չես։ Մտածեմ դու այսօր տուն կգաս, թե ինձ կզանգեն ու կասեն, որ ամեն ինչ վերջացած է։ Պապ, դու հասկանում ես, ես այս աշխարհում մենակ քեզ ունեմ ու ես չեմ ուզում քեզ կորցնեմ։ Բայց ես բոլոր իրավունքները ունեմ վախենալու։ Որովհետև դու առանց թաքցնելու ասում ես, որ դու նպատակ ունես ու գնում ես դեպի այդ նպատակը։
Ես հուսով եմ, մենք քո հետ կնստենք խոսենք շատ լուրջ, ու դու ինձ կհասկանաս։ Չեմ հասկանա։ Պապ, ես հրաժարվում եմ հասկանամ մի բան, ինչի արդյունքում կարամ քեզ կորցնեմ։ Պապ, խնդրում եմ քեզ, խոստացի, որ ինձ մենակ չես թողնի։ Դու մենակ չես մնա։ Պապ, եթե դու չլինես, ես մենակ եմ, խնդրում եմ, խոստացի։ Արմուն բեռների հետ կապված թղթեր ա բերել։ Ուզում էի առավոտը բերեի, որ մի անգամից ստորագրեիր։ Էն էլ վրամն ասեց հիմա բերեմ, ինչ որ պետքա կարդաս։ Ճիշտ է, ես կարդացել եմ, բայց դե ոչ մի խնդիր։ Արմու, ամեն դեպքում պիտի իմանանք ինչի տակ ենք ստորագրում։ Բան չասեցի, վրամ։ Նենց ես խոսում, ոնց որ առաջին անգամ է լինի։ Դուր տեսնեմ այդ թղթերը։ Այդ թղթերը շատ շտապ են պետք ելսակում։ Սպասի, վաղը կկարդամ, կստորագրեմ։ Այ Արմո, դու էլ ես էստեղ։ Ես էլ համով թխվածք եմ թխել։ Եկեք միասին նստենք թեյ խմենք։ Այնքան համով աստացվել։ Չեմ հրաժարվի տիկին Անիկ։ Ես ձեր պատրաստածները շատ եմ սիրում։ Այ ապրես։ Բան Արեն ուր է։ Արմու, Նարեն քնած է։ Սեն շուտ։ Արմու պատկերացրու գիշերա։ Որ մարդիկ գիշերը քնում են նորմալ է։ Դե, հա։ Դե եկեք նստեք։ Չէ, ես գնամ։ Բա թխվածքը։ Ոչինչ, առավոտյան որ գամ Նարեին տանեմ, այդ ժամանակ էլ կօգտվեմ։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Կներես ուղղակի պապան մտավ սենյակ, դրա համար անջատեցի։ Հա, այդ հասկացա, դրա համար էլ հարցնում եմ։ Կարևորը նորմալ է, բարի գիշեր։ Բարի գիշեր, Հայկ։ Ինձ թվաց, թե մի տեսակ է իր Արմոյի հետ։
Պարզը փաստորեն չի թվացել։ Ու ինչ է եղել։ Առանձնապես ոչ մի բան, ուղղակի զգուշությունը լավ բան է։ Բա բարի քարը փեշիցը թափի ու Արմոյին հանի տնօրենի պաշտոնից։ Ես քեզ ասել եմ, չէ, որ ամեն ինչի համար տեր եմ, ես կզբաղվեմ ամեն ինչով։ Մենակ դրան այդքան տեղ մի տուր։ Մի օր նենց պահի է երկուսից քթերից բերելու, որ զարմացած ենք մնալու։ Չի կարելի Արմոյի ձեռը տենց ուժեղ զենք տալ։ Այդ զենքն արդեն Արմոյի ձեռքում է։ Ու դա կապ չունի տնօրենա թե չէ։ Այսինքն Հիմա պիտի ամեն ինչ անեն, որ Արմոն այդ զենքով կրակելու մասին չմտածի։ Վախենում ես Արմոյից։ Վախն ու զգուշությունը տարբեր բաներ են վրամ։ Ժամանակը կգա ու հերթով շարք կկանգնեն։ Կարգով։ Ես արդեն դուրս գամ։ Մի քանի տեղ պայմանավորվել եմ գործիս համար գնամ տեսնեմ ինչ եմ անում, թե չէ սենց նստելով ինչքան։ Դե հա բա գնա մի բանով զբաղվի, բա իհարկե։ Բայց դու մի տեսակ ես, գիտես։ Երեկ էլ ինչ-որ բան էիր ուզում ասեիր, տենց էլ չասեցիր։ Արի հիմա չխոսանք, Սոնան հեսա գալը, տեսու դու առանձին կխոսենք։ Բարի լույս։ Բարի լույս աղջիկս։ Ինչ ես պատճում։ Քերի լավ ես դուրս գամ արդեն։ Ժամ եմ պայմանավորվել։ Գամ կխոսանք։ Գնա դուրս։ Ինչ կա, ոնց ես։ Պապ, դու հիշում ես վաղը ինչ օր է։ Իհարկե հիշում եմ, ցավը տոնեմ։ Քո ծննդյան օրն է, իմ կյանքիս ամենասիրելի օրն է։ Ոնց անցավ այդ ժամանակը։ Մենակ այն եմ հիշում, որ քեզ հիվանդանոցից բերեցինք տուն։ Պապ, ես այն դեպքերից հետո չեմ ուզել ծննդոս անենք, բայց հիմա ուզում եմ միասին նշենք։ Ու ուզում եմ միասին գնանք մեր ամառանոց։ Կարանք հենց այսօր էլ գնանք կամ վաղը առավոտյան, ուզում եմ գնանք ու այնտեղ մնանք։ Պապ, ես կարոտել եմ այն ժամանակները, որ միասին էինք անցկացնում։ Ես իմ պապային եմ կարոտել։ Խնդրում եմ քեզ, արի միասին գնանք մեր ամառանոցում, երկուսով նշենք իմ ծնունդը։ Բա Հայկը։ Թե ինձ թվում է Հայկը կհասկանա ինձ։ Հետո էլ ես իմ ծնունդն է։ Ու հաստատ ինձ չի մերժի։ Ես ընդունեմ որպես համաձայնության նշան։ Ընդունի։ Այ հիմա հանգիստ սրտով կգնամ աշխատանքի։ Նայեցի՞ր Արմոյի բերած թղթերը։ Նայեցի։ Ես աչքի տակով անցկացրել էի, դրա համար ասացի մի հատ էլ դու նայես։ Այնտեղ կետեր կան, որ մեզ այդքան էլ ձեռ չեն տալիս։ Ինձ թվում է պետք չի ստորագրես։ Արդեն ստորագրել եմ, հեռախոսս բեր։ Բա ասում ես կարդացել ես։ Վռամ մի խառնվի էլի։ Մի բան գիտեմ, որ ստորագրել եմ։ Ինչի է ինձ թվում, որ Արմոյի հետ կապված ուրիշ թեմաներ կա, որ ես չգիտեմ։ Ուրիշ ժամանակ այդ փաստաթղթերի համար Արմոյին կմցնեիր ցեխը ու չէիր հանի, հիմա ստորագրել ես։ Նարեն ուր է Անիկ։ Նջարանում է, երևի հեսա քիչնի։ Հարցից չես պատասխանելու։ Չկա պատասխանելու։ Գնացինք։ Բա Արմոն, չենք սպասում։ Արմոն ինչ, Նարենին է տանելու, սպասենք, որ ինչ։
լես։ Ոյ, ես ինչ բան է ժպտում ես։ Լիլն ավելի տրամադրությունս հազիվ բարձր է։ Բան չեմ ասում, որովհետև այսպիսի բան լինում է 1000 տարին մեկ։ Այս պատերն էլ այնքան լավ են սվաղել, որ բան մտցնելու տեղ չկա։ Այսօր գնում ենք սուրճ խմենք միասին։ Քո հաշվին։ Հա, իհարկե, ես հյուրասիրում եմ։ Մենակ չասես, որ վաղվա ծախսից ես ուզում գլուխդ ազատես, որովհետև լավ հիշում եմ, որ վաղը ծնունդդ է, կոֆեով չես պրծնի հաստատ։ Լիլ, վաղը քաղաքում չեմ լինելու, դրա համար այսօր գնում ենք միասին սրճարան։ Ճիշտն ասած, կուզեի Նարեն էլ գար, բայց գիտեմ, որ քո դուրը հետ չի գա։ Ես չգիտեմ ինչի այդ աղջիկա դեմ ես տրամադրվել ու քեզ թշնամի ես համարում։ Թող գա։ Լուրջ։ Հա, թող գա։ Էնպես է, որ դու այնքան ես իր մասին պատմել, ասել լավ մարդ է, որ ես էլ եմ ուզում արդեն ճանաչեմ իրեն։ Նենց չի, որ տենց առանձնապես ճանաչում, երկու անգամ շոր եմ պատվիրել մոտ ու չեմ հասկացել մարդ տեսակը։ Դե հիմա հարց, ինչ որ բան ես մտածել, թե անկեղծ ես խոսում։ Ով ես։ Ես ո՞նց կարամ վատ բան մտածեմ։ Բարության մարմնավորում մի հրեշտակ։ Ո՞նց կարամ վատ բան մտածեմ, այ Սոնա ջան։ Լավ, հավատում եմ, բայց խոստացի, որ քեզ լավ ես պահելու։ Լավա չես ասում Նարեի համար մի հատ հատուկ դրես կոդով կամ սպիտակ հագնեմ խաղաղության եւ հաշտության նշան կամ երկու աղավնի բերեմ իրար հետ օդ թրցնենք։ Լավ, Լիլ, հավատում եմ։ Զորմանում եմ, իսկ քոնտորի մարդու հետ շփվես ու մաքրամաքուր հոգին չտեսնես, չեմ հասկանում։ Բարի լույս, տիկին Անիկ։ Վայ։ Բարի, Վարմո ջան, ո՞նց ես։ Լավ, շնորհակալ եմ։ Նարեն պատրաստ չի։ Իր սենյակում է։ Այսօր սենյակից ընդհանրապես դուրս չի եկել։ Դու նստի, ես գնամ կանչեմ։ Լավ, շնորհակալ եմ, տիկին Անիկ։ Ես էլ գիտեմ ինչև հիմա քնած ես։ Չէ, վաղուց եմ արթնացել։ Բա ինչի ննջարանից դուրս չես գալիս։ Ուզում եի սենյակում մնայի։ Արմոն ներքևում քեզ է սպասում։ Ես էլ գիտեմ անհանգստանում ես։ Եկել ես տեսնես ոնց եմ։ Լավ էլի Նարե, անընդհատ ինձ մեղադրում ես, սենց ոնց կլինի։ Գնա Արմոին ասա գալիս եմ։ Հա, կարես սուրճ էլ առաջարկես։ Դու իր հանդեպ հատուկ վերաբերմունք ունես։ Բան չես ուտելու։ Դու լավ մարդ ես։ Հանգիստ եղի, ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ասի։ Ես այսքան տարի ոչ մեկին ոչ մի բան չեմ պատմել։ Մեջս եմ պահել։ Ոնց եղավ, որ ինչ-որ բան եմ պատմել քեզ, հա?
Ինչ եմ ասել։ Դե ոնց ասեմ, պատմել ես, թե ոնց եք տարիներ առաջ Աշոտին սպանել։ Ես պիտի Սակոյի հետ խոսեմ։ Սակոն պիտի իմանա սրա մասին։ Ինչի համար։ Հենց ձեզ Սակոյին ասես, չգիտես ինչ կանի։ Այ մարդ ես սուս կմնամ, ոչ մի բան չեմ ասի։ Դու էլ Սակոյին ոչ մի բան մի ասա, ինքն էլ չի իմանա։ Ցերեկը վիճակը շատ ծանր էր, շատ եմ մտածել քո մասին։ Ախր մտածում եմ ոնց կարամ քեզ օգնեմ։ Նոր սկսում եմ հիշել։ Ուղեղս նոր է զարթնում։ Այդ օրը հետ չեմ մոռանա Արմա։ Աշոտը ընկած էր գետնին ու այդ ժամացույցն էր կողքին էր։ Աշոտը այդ ժամացույցից երբեք չէր հրաժարվում։ Գիտես ինչքան նարդյանք խաղաց այդ ժամացույցի վրա, բայց ինքը դրանից չէր հրաժարվում։ Սակոն գնաց այդ ժամացույցը վերցրեց, դե ես արդեն վախեցա։ Ասի Սակո, տար այդ ժամացույցը տեղը դիր։ Մեքենայից գցի, Աշոտից թող բան չմնա։ Սակոն չլսեց։ Սակոն չի վախենում։ Սակոն երբ է վախեցել, որ հիմա վախենում։ Սակոն այ Արմա։ Մարեն հեսա քիչն է Արմո ջան։ Մի բան եմ ուզում հարցնել, բայց մի քիչ անհարմար եմ զգում։ Վայ, բա եղավ տիկին Անիկ, հանգիստ հարցրեք։ Ձերոնք երբ են գալու Հայաստան։ Դե ուղղակի հարսանիք ենք պլանավորում։ Լավ կլիներ, որ գային խոսեինք։ Ճիշտ է, իրար վաղուց ենք ճանաչում, բայց դե կարգ ու կանոն կա Արմո ջան։ Գիտեմ տիկին Անիկ։ Փաստաթղթերի հետ կապված ինչ-որ խնդիր կա։ Իրանք էլ օր առաջ ուզում են գան Հայաստան։ Ես էլ իրանց համար շատ գործեր հետաձգում եմ։ Բայց ուզում եմ, որ իմանաք, ինչ էր որ լինի, պետք է կա ժամանակ առանց իրանց էլ հարսանիքը կլինի։ Ու ոնց որ դուք եք ասում, նոր չի, որ իրանց ճանաչում եք։ Ոնց ես։ Մի քիչ առաջ լավ էի։ Ես ոնց ես քեզ սպանում, Նարեն։ Սրանից հետո չտենամ քեզ ուրիշների մոտ սենց պարես։ Իմ համբերությունը մի փորձի, թե չէ։ Ու ինչ։ Բան է եղել, Նարը։ Տաքսի կանչեմ, թե դու ինձ կտանես։ Գնա նստի ավտոնեսը եկամ։
Չասեցիր, զանգեցիր Նարեին։ Լիլ, ոնց որ դու ավելի ոգևորված ես Նարեի գալով, քան ես։ Հա բա, ուզում եմ տեսնեմ, ճանաչեմ, ինչի համար եք աղբերքուր տես տարված իրանով։ Լիլ, ես քեզ քանի անգամ ասեմ, որ Հայկն ու Նարեն իրար հետ կապ չունեն։ Ավելի լավ Նարեի համար։ Աղջիկներ ջան, ո՞նց եք։ Լավ ենք։ Լավ, շնորհակալություն, գործ այսինքն լավ է։ Դե շատ լավ է, այս ամիս մեր բոլոր հաճախորդներս շատ գոհ են եղել եւ շատ հաճախորդներ կան, որ հետ են վերադարձել։ Այդ իսկ պատճառով որոշել եմ այս ամիս ձեզ պարգևավճարներ տալ։ Որ իմանայի տենց նվերի պահքը ավելի լավ կաշխատեի։ Լիլիթ, ինչ ես խոսում։ Ոյ, դե կատակ եմ անում, մեր տնօրենը գիտի, որ կատակ եմ անում, դու մի նեղվի, չէ՞։ Այո։ Դե լավ, դե ձեզ չխանգարեմ, աշխատեք։ Շնորհակալ եմ։ Ես սկզբից էլ ասում էի, իսկին ույս կնիկա ոզորով չի, ասում էի, չէ։ Լիլ, նվերի անուն ես լսել։ Հա դե բայց ես չի սխալ եմ ասում, ոյ, ֆայլին է։ Չես ասելու ինչ է եղել։ Ոչ մի բան։ Քեզ նման չես։ Հետս չես կռվում, չես կոպտում, չես ներվայնանում։ Ու այդ ամեն ինչ որ իմաստ ունի։ Ոնց չես հասկանում, որ ես գժվում եմ քո համար։ Նենց մի արա, որ ես փոշմանեմ։ Հեռու մնա Արմա։ Ձեռքդ։ Ես քո նշանացնեմ ու այդ բոլոր իրավունքներն ունեմ։ Ձեռքդ, ասում եմ հեռու մնա, չես հասկանում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ու այդ նորմալ չի, որ մի հոգին այսքան շատ կարա սիրի մեկին, նորմալ չի։ Եթե մի անգամ է դու փորձես ինձ մոտենալ, ես քեզ խոստանում եմ իմ արածների համար պատասխան չեմ տալու։ Հանգստացի մի հատ, ես ինչ ես անում։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում Արմո։ Ես չգիտեմ դու ուրիշների աչքում ով ես։ Կլինես իմ նշանածը, թե մենք կամուսնանանք, դու երբեք ոչ մի անգամ ինձ մատով չես կպնելու, հասկացար։ Հասկացար ինչ եմ ասում։ Դու փոշմանելու ես այսօրվա համար։ Փոշմանելու ես։ Ականջի տողարա։ Սրանից հետո չփորձես սենց մոտ գալ ինձ։ Ես իմ կյանքում շատ բաների համար եմ փոշմանել։ Մի բան ավել, մի բան պակաս, հաստատ ոչ մի բան չի փոխվելու։ Գնա ստեղից։ Չես ուզում լավ ձևով, ուրեմն կլինի վատ ձևով։ Այս քո ընտրությունն է։ Նա ինչ փոշմանես։ Ասում եմ դուրս գնա։ Ինչ։ Դե զանգի Նարեին։ Լիլ, ես արդեն չեմ հասկանում մտքիդ ինչ կա։ Արդեն նույնիսկ փոշմանում եմ, որ Նարեին կանչել եմ, ինչ ես մտածել։ Ոչ մի բան, ուղղակի ուզում եմ Նարեին տեսնեմ, ծանոթանամ։ Այդքան բան։ Դե մեկ էլ ուզում եմ հասկանամ, հաստատ Հայկի հետ բան չկա։ Լիլ, ես մեռա քեզ ասելով, որ Հայկն ու Նարեն իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Նարեն նշանված աղջիկ է։ Դե բայ ինչ կա։ Զանգի։ Լիլ, սպանում ես ուղղակի։ Բայց ասա, որ ինձ շատ ես սիրում։ Զանգի։ Ալո։ Նարե, բարև, հո չեմ խանգարում։ Չէ, Սոնա ջան, չես խանգարում։ Ոնց ես։ Լավ եմ, Նարե, ուզում էի առաջարկել, կարող ա գաս այսօր սուրճ խմելու, եթե իհարկե հարմար է։ Այսօր։ Ինչ որ առիթ կա։ Չէ, ուղղակի ընկերոջս հետ դուրս եմ գալու, մտածեցի քեզ էլ առաջարկեմ։
Ճիշտն ասած, այսօր շատ գործ ունեմ։ Բայց ուզում եմ գամ։ Լավ, արի սենց անենք։ Դու ինձ հասցեն ուղարկի, ես հետո կմիանամ ձեզ։ Լավ, դե ուրեմն մենք էլ որոշենք որ ենք գնում ու քեզ հասցեն ուղարկեմ, լավ։ Լավ։ Լիլ, դե արի փոխվենք ու հասկանանք թե ուր ենք գնում, որ հասցեն է ուղարկեմ։ Այլես դարձակ։ Բարի լույս։ Ինչ կա, թղթերը ստորագրեցիր։ Արմա, դու կարդացել ես այս թղթերը։ Ուսումնասիրել ես։ Հա, ես եմ կազմել ամբողջը։ Եթե ինչ-որ հարց կա, քննարկենք, հասկանանք։ Ինչ անեմ, որ կետը փոխեմ։ Հար, ստորագրել եմ արդեն։ Ինձ էլ թված… Չէ, Արմա, թող ոչ մի բան էլ չթվա։ Ես քեզ վստահում եմ։ Ձյացակը։ Արդեն գնում ես։ Հա, ինչ կա, որ ինչ-որ խնդիր կա։ Մի րոպե սպասի, հա։ Երևի արագ է արել, այս թվերի հետ ինչ-որ անհամապատասխանություն կա։ Դե հանգիստ էի, որ դու էլ էիր նայելու։ Նոր նկատեցի։ Ես նորը կանեմ։ Ճիշտ է, այդտեղ թվերի սխալ կար, բայց ես ստորագրել էի։ Այդ սխալը քոնն էր, Արմա, բայց դառնալու էր մերը, ու բոլորս էինք փորձելու տակից դուրս գայինք։ Կամ էլ ուղղակի դու կօգտվեիր առիթից ու այդ ավելապրանքը չէր երևա։ Ձյացակո, ես քո հանդեպ։ Դու քո սխալ ուղեցիր, որոշեցիր, որ վստահություն պահելը ավելի լավ բան է, տենց էլ շարունակի, աշխարհում դրանից թանկ ոչ մի բան չկա, փողի կորուստ էր լինելու, ուղղակի դա լրացնելու էինք, բայց վստահությունը ավելի թանկ արժի։ Հասցեն ուղարկեցի։ Բա ասել ես ինչի համար ենք հավաքվում։ Չէ, չեմ ասա, ուղղակի գնում եմ սուրճ խմեմ։ Ինչի՞, վախեցար խեղճ ու կրակ նարետ նեղություն քաշի քեզ նվեր բերի։ Լիլ, եթե սրճարանում էլ ես քեզ սենց պահելու, խոստանում եմ, որ նեղանալու եմ։ Ետ էր մնում պակաս։ Լիլիթ։ Լավ, բար չեմ խոսա։ Չեմ խոսա այնքան ժամանակ, մինչև որ ինքը առիթ չտա։ Ասա Նարե։ Վրամ, ես այսօր Սոնայի հետ տեղ եմ դուրս գալու։ Հա, գնում ես գնա ինձ ինչի ես ասում։ Դե քեզ եմ ասում, որ տեղյակ լինես, որ ուշանամ իմանաս որտեղ եմ։ Հաստատ Արմային չէի զանգելու։ Լավ, հասկացա։ Որ վերջացնեմ կգաս հետևիցս։ Չէ։ Վրամ, խնդրում եմ։ Չեմ ուզում Արման գա հետևիցս։ Տանն էլ գիտես, նենց վիճակը չեմ ուզում մենակ մտնեմ։ Պապայի հետ խոսել չի լինում։ Կգաս։ Խնդրում եմ։ Լավ։ Լավ։
Անիկ։ Այդ կենա գլխացավի դեղ վեր։ Ինչի՞ չա եղել, լավ չէ, Սաքո։ Կլինի քիչ տաս այդ հարցերդ, ասում եմ դեղ բեր։ Անիկ! Անիկ! Անիկ ուր ես։ Ասա, Սաքո։ Ես այդ տարակում բան էի դրել, ուրա։ Ինչ ես դրել։ Անիկ, քեզ եմ հարցնում, այդ տարակում կարողա դու ես վերցրել։ Սաքո ջան, ես այդ դարակը սկի չեմ էլ բացում։ Լավ հիշի, Անիկ։ Բայց ինչը կասես։ 3 գիշերը այդ տարակում իմ ձեռքով եմ դրել։ Էս վերցրա խմի, հա։ Այ